չի կարող կոչվել ոչ ազատ, ոչ արդար, ոչ էլ թափանցիկ ընտրություններ։ Այս ամեն ինչի մեկտեղ նաև պիտի գումարենք նաև օրինակ այն բոլոր հայտարարությունները, որ հնչում էին միջազգային տարբեր դերակատարների կողմից։ Ուղղակի ազդեցություն թողնելով նշում գործադրելով մեր երկրի ուրեմն մեր երկու ընտրական process-ների վրա, երբ որ երկրների ղեկավարները հայտարարություն են անում, աջակցություն Նիկոլ Փաշինյանի, դա ներքին գործերի միջամտություն է, թե ոչ։ Իհարկե միջամտություն է։ Եվ այն խոսույթը, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ահաբեկում էր սեփական ժողովրդին, ասելով, որ եթե ես համադրական մեծամասնություն չստանամ սեպտեմբերին ոչ թե ես պիտի ընտրվեմ, այլ ասում եմ, եթե ես համադրական մեծամասնություն չստանամ, սեպտեմբերին լինելու աղետաբեր պատերազմ։ Ահաբեկիչի հոգեբանությամբ, տրամաբանությամբ գործելավոճով ահաբեկում էր սեփական ժողովրդին։ Եվ այս ամեն ինչը գումարվում է եւ ի վերջո եղավ այդ խայտարակ արդեն ձայների հաշվարկի ժամանակը, երբ որ արդեն սկսեց համակարգերը չգործել, երբ որ ընտրական տեղամասերում, երբ որ արդյունքներն էին ամփոփում, սույն անձը դրել էր արդեն իրեն հռչակում էր որպես վարչապետ։